Երևանը իմ կյանքն է, իմ մայրաքաղաքը, իմ քաղաքը, իր լավ ու վատով, իր ամեն ինչով, ես էլ իրենը, ասում էր նա։ Ճարտարապետությունը մի հարթակ է, որը մոնումենտալ ձևով կարողացել է ապրել դարեր, մոնումենտալ ձևով լինել երաժշտություն, մոնումենտալ ձևով լինել նկարչություն։ Ճարտարապետությունը ինքնին լինելով գեղեցիկ, իրեն է բերում գեղեցկությանը ծառայող մյուս արվեստներին։ Մայրաքաղաքը պիտի կառուցվի լուրջ, զգույշ, բարձրաստիճան զգացմունքով և տաղանդով։ Եթե իմ գործերը գոնե մեկ մարդու բավարարություն պատճառի, ես պիտի համարեմ գործս կատարած։ Ճարտարապետ Ջիմ Թորոսյանին է նվիրված մեր այսօրվա հաղորդումը։ Իմ հյուրերն են այսօր Անահիտ Փափազյան, Կարեն Բալյան, Գագիկ Գալստյան, Արամ Իսաբեկյան։ Տիկին Անահիտ, իր մասին խոսելիս առաջին հերթին աչքիդ առաջ գալիս է նրա լայն ժպիտը, սպիտակ մազերը ու յուրահատուկ դրական էներգիա է զգում նրանից։ Ինչպիսին էր նա որպես հայր։ Ռաջուի ջան, նախ պիտի ասեմ, որ մենք ես եւ քույրս մեծացել ենք հրաշալի ընտանիքում, որտեղ տեսել ենք ջերմություն, իրար հանդեպ հարգանք եւ չնայած որ երկուսն էլ եւ մայրիկս եւ հայրիկս շատ են աշխատել, մենք երբեք այդ ծնողական ջերմության պակասը չենք զգացել մեր տանը։ Անսահման բարություն կար երկուսի մեջ էլ եւ երբեմն շատ բաներ վերագնահատում ես արդեն տարիների խորքից, երբ որ կորցնում ես ունեցածդ եւ զարմանում եմ թե ինչ անհուն բարություն կար իրենց մեջ եւ հայրիկիս մեջ։ Չնայած որ բավականին բարդ լեցուն կյանք է ունեցել այն առումով, որ եւ խնդիրներ է ունեցել եւ լավ ու վատ օրեր, բայց երբեք չի կորցրել իր մարդկային կերպարը, բարությունը, միշտ մնացել է հարազատ իր սկզբունքներին։ Ինչ ասեմ, շատ կարոտում եմ եւ հիմա ձայնը որ լսեցի, իհարկե հուզիչ էր ինձ համար։ Պարոնեք, պիտի խնդրեմ, որպեսզի հիշեք ձեր առաջին հանդիպումը Ջիմ Թորոսյանի հետ։ Պարոն Բալյան։ Ես պիտի ասեմ, որ փաստորեն իմ ամբողջ կյանքը, ճարտարապետական կյանքը կապված է եղել Ջիմ Թորոսյանի հետ։ Եվ հայրս, որ մտքին երևի արդեն տեղեր արել, որ ես գուցե կարող եմ ճարտարապետ լինել, եւ ինձ էլ պատրաստում էր, այսպես ասած, իր հարցերով, խոսելով, պատմելով, բայց կերպար որպես ճարտարապետի ինձ ներկայացրեց Ջիմ Թորոսյանին, որին իրենք լավ ծանոթ էին, կարելի ասել ընկերներ էին, բայց ես չէի տեսել դեռ մի մարդու, որին հետո կարելի ասել, որը դարձավ ինձ համար, այսպես ուղղորդող, ուղենիշ։ Եթե պարզ ասեմ, ավելի ճարտարապետություն ես սկսեցի հասկանալ Ջիմ Թորոսյանի միջոցով եւ Ջիմ Թորոսյանի ճարտարապետության միջոցով։ Պարոն Գալստյան։ Ես մի քիչ ավելի ուշ եմ շփվել, ինքս շինարար, ինձ համար պատիվ էր առնչվել մեծ վարպետի հետ, Ջիմ Թորոսյանի հետ, եւ դա եղավ Էշմիածնի առաջին բաց խորանին աշխատանքներին նախապատրաստվելու փուլում, դա եղավ Մայրաթոր Էշմիածնում, Գարեգին Վեհապարի միջնորդությամբ ծանոթանում էինք, որպեսզի գնառաչարկ ներկայացնեինք, որ կառուցեինք այդ կառույցը եւ առիթ ունեի եւ Ջիմ Թորոսյանն եւ Ռումեն Ջուլակյանը իրենք միասին էին աշխատանքը նախագծել եւ շփվել նման հեղինակավոր մարդկանց հետ իհարկե պատիվ էր մեզ համար։ Պարոն Իսաբեկյան։ Ինքը ինձ փոքր ժամանակվանից է ճանաչել եւ պատմել է շատ բաներ, որովհետեւ ծնողներիս հետ էր ուրեմն մտերմություն անում
ճանաչում էր, մանավանդ մամայի հետ է ընկերություն արել եւ շատ բաներ ինձ պատմել է, որ ես չէի կարող։ Ձեր մասին հենց։ Չէ, իմ մասին չէ, մեր ընտանիքի մասին, ընդհանրապես, որտեղ ես շատ փոքր էի, որ մաման մահացավ։ Իսկ հետո արդեն ես ճանաչում էի իրան, իհարկե, շատ հեռվից տեսնում էի իր բոյով Երևանի փողոցներով, որ քայլում էր գեղեցիկ, միշտ լավ հագնված։ Բայց մեր, ասենց ասեմ, շփումները սկսեց էի ժամանակ, երբ որ ես իրան որպես ռեկտոր Գեղարվեստի պետական ակադեմիայի հրավիրեցի ուրեմն մեր ավարտական դիպլոմային պաշտպանությունների հանձնաժողովի նախագահ։ Սկզբից որ հրավիրում էինք, այնտեղ ասում էին, բայց ճարտարապետ է բանա, բայց ես արդեն գիտեի ում եմ հրավիրում։ Բայց ես չգիտեի, որ դա ոչ թե մի տարի է լինելու, երկու տարի է լինելու, այլ շարունակվելու է, նույնիսկ չգիտեմ, շատ տարիներ, որը որ նույնիսկ արգելված էր օրենքով, որտեղ երկու անգամից ավել չէր կարելի, բայց ես ամեն տարի իրան էի հրավիրում, եւ այդ մեր շփումները վերեցին նոր, ինչ ասեմ, բարեկամության եւ նույնիսկ կարող եմ ասել ինձ հարազատ մարդ դառավ, շատ հարազատ։ Եվ այնքան հաճախ էինք հանդիպում, բացի նրանից, որ այդ տարվա վերջը պիտի սպասեինք, որ իմ համար դառավ ուրեմն իմ կյանքի, ոնց որ ասեց մեր ընկերը, ուղենիշներից մեկը, որովհետեւ իր կերպարը, իր վերաբերմունքը կյանքին, արվեստին, պարզապես դա, ինչ ասեմ, շատ մեծ բան էր իմ համար այդ ժամանակաշրջանը։ Իր հարցազրույցներից մեկում Ջիմ Թորոսյանն ասել է. Դարասկզբի ու դարավերջի միջև ես չեմ ուզում սահմանագիծ անցկացնել։ Խնդիրն այն է, ինչպես ես դարը տեսնում։ Ես կարծում եմ, որ պիտի որոշ խաղաղություն գա արվեստում, հանգիստ մի վիճակ, ներդաշնակության, ավելի լրջության, քան տպավորություն ստեղծելն ու տպավորություն լինելը։ Մակերեսից խորքերը գնալու, որին պիտի նպաստի կյանքը։ Արվեստն ունի իր օրենքները, զարգացման իր ամեն ինչից վեր վիճակը։ Անշուշտ արվեստի վրա ներգործում են կյանքն ու որոշակի իրադարձությունները, մթնոլորտը ընդհանրապես։ Ճարտարապետությունը նրա համար նախ եւ առաջ արվեստ էր, որում անլուծելի խնդիրներ չկային, լուծում միշտ էր գտնում, իրեն հատուկ նրբազգացողությամբ։ Ակունքից գիտեր ճարտարապետությունն ու նրա գաղտնիքները։ Ճարտարապետ, պրոֆեսոր, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը ծնվել է 1926 թվականին Երևանում։ 11 տարեկան էր, երբ հորը ձերբակալեցին որպես ժողովրդի թշնամի։ Նախկինում առաջադիմությամբ չփայլող Ջիմը սկսեց շատ լավ սովորել եւ հետաքրքրվեց նկարչությամբ։ Ավարտեց Հայաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա ասպիրանտուրան Մոսկվայում, վերապատրաստվեց Իտալիայում, կարճ ժամանակամիջոցում դարձավ պահանջված եւ բարձրակարգ մասնագետ։ Նա սիրահարված էր ոչ միայն ճարտարապետությանը, այլև հայրենիքին եւ հայկական մշակույթին։ Իր ամենամեծ ուսուցիչներ համարում Ալեքսանդր Թամանյանին եւ փորձում հավատարիմ մնալ նրա քաղաքաշինական սկզբունքներին։ Հեղինակել է բազմաթիվ կառույցներ, նշանավորներն են Ասլան Մխիթարյանի եւ Սարգիս Գուրզադյանի հետ համատեղ կառուցած Կասկադ համալիրը, Սպիտակ քաղաքի հրապարակը, Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանը Մկրտիչ Մինասյանի համահեղինակությամբ, Էջմիածնում գտնվող Սուրբ Վարդան Սուրբ Հովանես Մկրտիչ մատուռ մկրտարանը, Մայրաթոռի մուտքն իր բաց խորանով, Սրբոց հրեշտակապետած եկեղեցին եւ բազմաթիվ հուշարձաններ։ 1972-ից 1982 թվականներին Ջիմ Թորոսյանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն էր։ Նրա վերջին գործերից է Երևանի քաղաքապետարանի շենքը, որտեղ տեղակայվեց նաև Երևանի պատմության թանգարանը։ Ճարտարապետը վարպետորեն համադրել է ժամանակակիցը ազգային ավանդույթների հետ։ Ջիմ Թորոսյանի աշխատանքները հիմնված լինելով հայ եւ համաշխարհային ճարտարապետության պատմական խոր ակունքների եւ ժամանակակից արժեքների վրա, զարդարում են մեր մայրաքաղաք Երևանը, Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը, Սպիտակը եւ այլ բնակավայրեր։ Նոր շունչ են հաղորդում հայ ազգային ճարտարապետությանը։ Անահիտ, տանը երկու արվեստագետ, ձեր մայրը, Տիկին Մարգո Մուրադյանը եւ հայրը, միմյանց աշխատանքի մեջ մասնակցություն ունենում էին։ Այո, առհասարակ քանի որ երկուսն էլ ամեն մեկը շատ մեծ նվիրում ունեին իրենց մասնագիտությանը եւ ընտանիքին, մի տեսակ
այդ երկուսը իրարից առանձին չէր մասնագիտությունն ու ընտանիքը։ Այսինքն մեր ընտանիքում անընդհատ արկա էին զրույցները, իրար հետ խորհրդակցելը, իրարից կարծիք հարցնելը, ինչ ասեմ, շատ իրար օգնում էին։ Անգամ թվում էր թե պապան հերույ է թատրոնից, բայց այնուամենայնիվ անգամ միզանսցեններ էին իրար հետ, մաման ասում էր, ջիմ, մի հատ էս միզանսցենը հələ կարդամ, մի հատ խորհուրդ տուր, այստեղ ոնց անեմ, ինչ անեմ։ Եվ նույնն էլ հակառակը, անգամ վերջի տարիներին Էջմիածնում աշխատելիս շատ հարցերում երեկոյան մենք էլ որ գնում էինք, ես եւ քույրս ասում էր երեխեք հələ մի հատ մարգո մի հատ արի հələ մի հատ խորհուրդ հարցնեմ։ Եվ անընդհատ այդ մթնոլորտը մեր տանը եղել է։ Մի տեսակ մենք ապրել ենք ընտանիքի եւ այդ մասնագիտությունների հետ միասին, շատ մեծ հարգանք է եղել մեկը մյուսի հետ։ Իսկ կարող էին ինչ-որ մի բան փոխել մյուսի խորհուրդը։ Կարող էին, պատկերացրեք, որ այո, որովհետև այդ իրարից խորհուրդ հարցնելը դա ինքնանպատակ չէր, այսինքն իրար լսում էին, իրար կարծիքը հարգում էին շատ։ Այո, այդպիսին էին։ Պարոն Բալյան, Երևան նախագիծ ինստիտուտի 3-րդ արվեստանոցի մասին խոսենք, որտեղ կարող էին մեկ էլ հանկարծ հայտնվել, օրինակ Սևակը։ Ու այդպես կգային ու այդ մարդկանց ներկայություն առհասարակ այդ ժամանակ քաղաքում մի ուրիշ մթնոլորտ էր ստեղծում։ Ես մի կարևոր գործ եմ ավարտել մոտ օրերս հենց Ջիմ Թորոսյանին նվիրված գիրքը, որը վրա 10 տարի աշխատել եմ։ Եվ այդտեղ մի բաժին կա նվիրված հենց արվեստանոցին։ Երբ որ գրքի վրա աշխատում էի, մի շատ մտերիմ հարազատ բարեկամ Ջիմ Թորոսյանը, Սվետլանան Նավասարդյան, որը հաճախ էր լինում այդ արվեստանոցում, ես նրան խնդրեցի, թե ինչ որ բաներ գուցե ինձ ասեք, եւ արվեստանոցին վերաբերող նա ասում էր, որ դա ոնց որ փոքր ակադեմիա լիներ։ Եվ այդտեղ իհարկե տիրում էր այդ ստեղծագործության ամբողջ այդ մթնոլորտը արտակարգ։ Այդտեղ աշխատանքային վայր չէր դա։ Դա մի տեղ էր, որտեղ իրոք ճարտարապետություն էր ստեղծվում։ Դա մի կենտրոն էր մշակութային քաղաքի կենտրոնում Երևանի, որտեղ այո, դուք եւ Սևակը եւ շատ մարդիկ, Սարգիսը Մուրադյան եւ Գրիգորը Խանջյան, համահեղինակ Հակոբ Հակոբյան, շատ մարդիկ։ Հիմա ես գուցե եւ որոշ անուններ չհիշեմ, բայց դա իրոք այդպիսին էր։ Եվ այդ ակադեմիայի կենտրոնում իհարկե գլխավորը այդ ակադեմիկոսն էր, որը որ երբեք չէր իրեն նման ձևով դրսևորում, բայց իրենից գալիս էր այդ ամբողջ, դեք ոչ թե միայն գիտելիքները, տաղանդը, այլին կապը, որը նա ապահովում էր, ես առանց չափազանցության ասեմ, երկար դարերին կապը, որտեղ դա գալիս էր եւ մեր միջնադարից եւ գալիս էր այն իտալական ռենեսանսից ու բարոկոից, որը ինքը ոչ միայն փայլուն գիտեր, այլ որը կարողացավ դնել իր ճարտարապետության մեջ եւ թողնել մեզ։ Եվ թողնել այլ։ Պարոն Գալստյան, ինչպիսին էին ճարտարապետ շինարար փոխհարաբերությունները։ Զարմանալիորեն կարծես շատ հաշտ է եղել ամեն ինչ, բայց գիտեք ինչ, դա գալիս էր առաջինը մեր Ջիմ Թորոսյանի սկզբունքից։ Ինքը հոգեպես կապում էր կատարողին, շինարարին, իր աշխատանքին, այնքան նուրբ էր ներկայացնում աշխատանքի խնդիրները, որը անկախ ամենից մարդը ինքը նվիրում այդ միջավայրին, այդ գործին եւ վարպետի պես սկսում է մտածել այդ ուղղության վրա։ Մենք առաջինը նկատում ենք, որ իր աշխատանքները, հատկապես այն ժամանակահատվածը, որ մենք իր հետ աշխատել ենք, բոլորը մեծ գեղարվեստական խոսք էին ասում ամեն մի կառույցը իր հերթին։ Դա լիներ բաց խորան, լիներ քաղաքապետարան, թե լիներ մկրտարան, թե լիներ այլ էլի մենք հուշապատ եւ ռեպրեսիաների նվիրված կոթողներ են կարելի երկու տարբեր։ Ամեն ինչում նա
նենց էր ներկայացնում, որ դու սկսում ես ընկալել ու սկսում ես մի փոքրել ճարտարապետական խնդիրը հասկանալ, որ պարտադիր է հասնել այդ արդյունքին։ Իսկ ինքը ամբողջ ընթացքում միշտ աշխատում, ստեղծագործում էր, դա էր խնդիրը։ Եվ միշտ ասում էր հին հունական բառը, արխիտեկտուս բառը, ճարտարապետություն բառը հիմքը, եւ դրա մեջ ճարտարապետը եւ շինարարը այն վաղ տեղել է մի մարդ հին դարերում։ Նախագծել է եւ տերականն է կառույցին։ Հիմա ժամանակները բերել են ճարտարապետը առանձին, շինարարն առանձին, բայց գործը արդյունքը միշտ լինում է միասին։ Եվ ինքը միշտ իր կողքին էր պահում մեկը մեզ, շինարարին, մեր նման մարդկանց։ Սա էր իր մեծությունը։ Եվ մենք ոգևորված ենք։ Պարոն Իսաբեկյան, խոսեցինք այն մասին, որ նա եղել է ձեր ծնողների ընկերը, հետո ինչ որ առումով դարձել է նաև ձեր ավագ ընկերը եւ այդ process-ը նաև իր շփումը ուսանողների հետ, որ տեսել եք, ականատես եք եղել դրան։ Որն է կարևորագույնը նաև որ սովորել եք իրենից։ Հանդուրժողականությունը, բարիությունը, հետո ինքը բարձր ինտելեկտուալ մարդ էր, ինտելիգենտ էր եւ ակամա ինչ որ գուցե եթե լավ բան ուզենամ հիշեմ, երևի այդ կոպտությունից մի քիչ հեղկել է այդ շփումների ժամանակ, որտեղ ես ունեի այդպես ինչ որ բան։ Բայց այդ որ ասեցինք ուսանողների հետ ուրեմն այդ շփումների ժամանակ էլ ես տեսնում եմ թե ինքը ինչ կոմպետենտ էր այդ հարցերում։ Մի քիչ զարմացած էր սկզբից, որովհետև նա մի քիչ ուրիշ բան էր սպասում, հետո այսինքն որակի բանի իմաստով, բայց հետո շատ գոհ էր մեր այդ ինքն էր ուզում որ լիներ նաև մեր հետ միասին եւ նույնիսկ այդ տարիների այդ շփումների արդյունքը եղավ այն որ այստեղ հիշատակվեց ուրեմն սպիտակի իր աշխատանքը այնտեղ ուրեմն եւ մեր ուսանողներին օրինակ շրջանավարտներին առաջարկեց քանդակներին ուրեմն մասնակցեն Եվ այդ հարթաքանդակները բաները որ արեցին, ուրեմն իրանց հետ էր անում նա։ Եվ դա շատ լավ պրակտիկա էր եւ իր հետ շփվելն է շատ կարեւոր էր։ Եվ հետո ես իմացա, որ ինքը նաեւ ուրեմն փաստորեն կարող էր նկարիչ լինել, այսինքն շարունակել որպես նկարիչ։ Ցավոք իր ժամանակ չտեսա այդ նկարները, հետո երբ որ արդեն Ջիմ Պետրովիչը չկար, ցուցահանդես կազմակերպվեց, ես չզարմացա էլ, որովհետև այն ինչ որ իրանից լսել էի եւ իր վերաբերմունքը արվեստին, հետո ոնց էր հասկանում, երբ որ գալիս էր իմ մոտ ուրեմն նկարները ոնց էր պատերին կախված նրանց մասին խոսում, հետո իր Իտալիայում այդ լինելու շրջանի բանը եւ այլ եւ ես տեսա, որ պարզապես այս մարդը ինչով որ զբաղվել է, դա եղել է բարձր մակարդակի վրա։ Անայդ ինքը ասում էր, որ ամեն անգամ իր ստեղծագործությունների նայելիս նորովի է տեսնում, որ քայլում էիք իր հետ քաղաքում, նախ ֆանտաստիկ զգացողություն է, չէ՞, քայլում է ու ասում է, այ ես եմ սարքել կամ ճարտարապետ որպես ու ո՞րն էր ամենից շատ սիրում, կարողանում էր առանձնացնել, թե երեխաների պես էր, չէ։ Երևի ամեն մի գործ յուրովի թանկ էր իր համար եւ կայացած իհարկե ուղղակի շատ ավելի մեծ ժամանակահատված իր կյանքին անվիրեց Կասկադին քաղաքապետարանը Էջմիածնում կառուցվածքները Վանի հուշարձանը որը փոքրիկ հուշարձան է բայց իմ կարծիքով շատ բարձր որակի է իրեն սլացիկությունը եւ մի բան էլ որ ինքը միշտ ասում էր որ ճարտարապետը առհասարակ իր գործերը կառուցում է ենթագիտակցաբար իր կառուցվածքից ելնելով եւ այդ սլացիկությունը իհարկե վերջում արդեն տարիքի հետ կուչեր եկել բան բայց նա միշտ շատ բարձր այսպես ուղիղ կեցվածք ուներ եւ երբ որ երեխա էինք ես հիշում եմ ընկերների կատակները որ Նալբանդյանի արձանը ինքդ քո բանով ես արել եւ ինքը այդպես կանգնած նայում էր տարբեր ճարտարապետական գործերի ոչ միայն իր գործերի նկատմամբ քաղաքում քայլելիս նա շատ հաճախ անդրադառնում էր տարբեր նույն բանը ասեն կարող էր ասել բայց այս շենքը ինչ լավ է արել Սամվել Սաֆարյանը կամ Ռաֆոյես ինչ բան ինձ համար ամենաշեդևրալը բայց դա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է
դա Էջմիածնի մուտքը եւ խորանն է, որովհետեւ զարմանալի կերպով տարիքի արդեն վերջի տարիներին իր աշխատանքներն էին, զարմանալի կերպով մեջը տեսնում եմ եւ մոդեռնիզմ, եւ դասականություն, եւ հայկականություն շատ։ Ինձ համար է։ Պարոն Բալյան, հետաքրքիր է գրքի վրա աշխատելիս շատ երկար տարիներ։ Ինչ իմացաք իր մասին, որ չգիտեիք դեռ։ Շատ բան, քանի որ կարող եմ ասել 2 անգամ գրեցի այդ գիրքը։ Մի անգամ գրեցի, ինձ թվում էր, որ այ գիտեմ եւ գրում եմ, ու հետո հասկացա, որ դեռ չգիտեմ, ու նորից փաստորեն գրեցի, հասկանալով, փորձելով հասկանալ, ինձ համար շատ կարեւոր էր այստեղ նախ հասկանալ, թե ինչն է այդ ճարտարապետության իմաստը, գաղափարը։ Եվ նաև ուզում էի որոշել տեղը Ջիմ Թորոսյանի եւ հայկական ճարտարապետության մեջ, եւ հայ ճարտարապետության մեջ, եւ ընդհանրապես համաշխարհային ճարտարապետության մեջ, քանի որ Ջիմ Թորոսյանը իրոք համաշխարհային ճարտարապետության մի շատ հետաքրքիր առանձնահատուկ հեղինակ է համաշխարհային ճարտարապետության ամբողջ պատմության մեջ եւ նաեւ ուզում եմ ասել մի շատ միայն իրեն երևի բնորոշ երկրորդ օրինակը դժվարանում եմ բերել գուցե դա բրազիլացի Օսկար Նիմայերն է որ տարիքը առնելով անընդհատ զարգանում էր եւ ամեն մի գործ մեկը մյուսից լավ էր ստացվում եւ վերջինը որը որ եկեղեցին էր կլոր հրաշտակապետած եկեղեցին որ Գագիկ Գալստյանի փայլուն ձևով կառուցած զարմանալի նրբությամբ ես արդեն Ջիմ Թորոսյանը լավ չէր տեսնում ես եւ այն ժամանակ էի զարմացած եւ այդպես էլ մնում եմ զարմացած ինչ որ թե այդ նրբությունը ինչպես կարողացավ հասնել այդ նրբությանը եւ մինչեւ վերջին կառույցները որ մեկը մյուսին հետևելով հաջորդելով դրանք զարմանալիորեն ոնց որ ծաղկում էին եւ ընդհանրապես այդ ծաղկելու գաղափարը նրա այդ ճարտարապետության բնորոշ գծերից մեկն է երևի թե որ այդ ծաղկող ձևերը իսկ երբեմն մի բանաձևով մի այսպես ֆորմուլայով ասեմ եւ դա դրեցի ես գրքի վերնագրի մեջ դա իտալերենով maestro di bellezza այսինքն գեղեցկության վարպետ Պարոն Գալստյան գործի մեջ ինչ որ հատուկ սովորույթ կար թե Իհարկե իր սովորույթ չասեմ, բայց իր բնավորությունից ելնելով հարցին մոտեցման նախապայմաններով էր մոտենում, անմիջապես կտրուկ ինչ որ հարցին չէր անդրադառնում, ոնց որ պատրաստ էր դիմացի մարդուն, ասենք մեր այդ առնչվելուց եւ նախապայմաններով տարբեր արվեստի աշխատանքների բնույթից ելնելով փորձում էր տրամադրել, ստեղծել ինչ որ բնավորություն, նոր հարցին անդրադառնում էր Ինչ էր հիմնականում ասում նախագիծը դա նախնական է։ Հիմա մենք աշխատանքային ճանապարհին արդեն ստեղծագործական կատարյալ էլեմենտների մշակում ենք ներկայացնում։ Այնց որ պատրաստ եղեք եւ բերեք ստեղծենք այդ աշխատանքը։ Իհարկե, գնահատելով այդ ամեն ինչը մենք էլ ենք ցկնում, որ Ջիմ Թորոսյանի մտքի կատարյալ մտքերը կարանայինք իրականացնեինք, որի համար դժվարություններ առաջանում պատվիրատու ֆինանսավորման այլ հարցեր կամ բան, որ իրան կներեք։ Շատ քաղաքավարի, գեղեցիկ ներկայացումը չէր հետաքրքրում։ Ու պիտի չհետաքրքրեր իհարկե։ Այդ փուլում ասենք քաղաքապետարանում խնդիր կար գեղարվեստական աշխատանքներ, գրվածքներ, փորագրություններ, քանդակներ դերվի։ Նա այդ բոլորը թողեց, մեկ օր էլ ասեց, սկսում ենք ճակատի աշխատանքները։
պատվիրատուները, որոնք շատ բարեկիրթ, բայց տրամադրված էլի փորձում էին լուծեին հարցերը, մեկ-մեկ անսպասելի ծավալներ էր առաջանում։ Ինքը ասում էր ոչինչ, ես հիմա կգնամ Գեղարվեստի ակադեմիա իմ ընկերոջ մոտ եւ մեկ էլ տեսար հաջորդ օրը մեծ ուսանողներ ամբյոնի ղեկավարներով գալիս էին եւ իրականում իրականացրեցին քաղաքապետանի ճակատի եւ թանգարանի գեղարվեստական աշխատանքները, որը լուրջ աշխատանք էր։ Պարոն Իսահակյան, նաև բոլոր իր աշխատանքներում հավերժության նշանը կար։ Հա։ Անամենտ կասկադի վերևը։ Չէ, ամեն ինչի մասն էլ խոսում էինք, շատ բաների մասն էինք խոսում։ Համաձայնում ենք, չէինք համաձայնում, բաներ կար օրինակի համար, որ նույնիսկ մերժելը մի քիչ կոպիտ կլի, բայց մի բան օրինակ առաջարկել է ինձ, ասել եմ, չէ, լավ էլի, շատ ազարմացել։ Իսկ այդ սիմվոլների մասին կամ ճարտարապետության մասին, նա իմիջիալոց շատ մեծ տենց հատկություն ուներ մեծարել օրինակի համար իրանից առաջի մարդիկ, դա միշտ չի տենց բան հանդիպում։ Այսինքն ոչ թե փոքրացնում էր, այլ մեծացնում էր եւ ուզում էր որպեսզի հիշեն եւ իսրայելյանին մանավանդ եւ Վարազդատ Հարությունյանին եւ մյուսներին, ովքեր որ մեծ որ նա շփվել էր եւ աշխատել էր եւ սովորել էր, ինչու՞ չէ, եւ շատ էր ուզում որ նրանց աշխատանք գնահատեն, չմոռանան, հիշեն եւ լինելով նաեւ անեցի, ասենք ասենք, ինքը սիրում էր դա ասել եւ այդ հիշողությունը շատ կարեւորում էր, որ իսկապես մեր ժողովրդի համար կարեւոր է հիշողությունը։ Շատերը կարծում են, որ պետք չի, բայց պետք է, շատ պետք է հիշել ամեն ինչը եւ այն ամեն լավը, ինչ որ արել է մեր ժողովուրդը։ Եվ վերջո հավերժության նշանը ինչու կար ամենուր։ Դժվարանում եմ ասել։ Ունեք պատասխանը։ Դժվարանում եմ ասել, բայց առհասարակ օրնամենտները, այդ բոլոր օրնամենտները, որ տեսնում ենք իրեն աշխատանքներում, բոլորը իր ձեռքով նկարած իր օրնամենտներն են։ Եվ պարոն Բալյանը հիմա որ հիշեց հրեշտակապետաց եկեղեցու մեջի այդ փոքրիկ խաչքարերը, որոնք ոնց որ ժանյակ լինեն։ Եվ երբեմն սիրում էր, որ հետը գնում էի ներկա գտնվելու այդ process-ին աշխատանքային մանավանդ վերջի տարիներին մի աչքը լրիվ էր կուրացած, մյուսը մասամբ էր տեսնում եւ հաճախ իրեն ուղեկցում էի։ Երբ որ գնացինք շինարարության ընթացքն էր դեռ։ Ես նայեցի այդ խաչքարերին մանր։ Ասեցի, բայց ես ո՞նց է նկարել, չի տեսնում։ Եվ այնտեղ գլխավոր պրարաբներով էր, չգիտեմ, ասեց գիտեք ինքը պահանջում է, որ իրան բարձրացնենք խառաչորների վրա և ձեռքով մեզ ասում է այստեղ մի քիչ խորացրեք, այստեղ մի քիչ այսպես տաշեք և այլն։ Եվ այդտեղ ևս մեկ անգամ մի տեսակ կողքից նայեցի հորս, որովհետև մի բան է, երբ որ հայրիկ, մայրիկ, ծնողներ են և այլն, շատ հաճախ ընդունում ես, որ այդպես էլ պիտի լինի և հետո ես սկսում գնահատել և արժևորել, տեսնել, թե ինչ արժեք էին այդ մարդիկ մարդկային առումով իրենցից ներկայացնում։ Առաջին հերթին։ Տիգրան Մանսուրյանը մի առիթով ասել է, երբեք չունեցավ մեծ ճարտարապետի կեցվածք, ճիշտ հակառակը։ Մշտապես հիշում էր մեծերին։ Ինքը նրանց հիշատակը պահողն էր իր վարքագծով, իր ասել խոսելով հիմնականում, թեև ինքը նրանց օրգանական շարունակողն էր։ Մեծ ճարտարապետ էր, իհարկե շատ խոշոր ճարտարապետ էր, և նրա հիմնական առավելությունը մեր նկատմամբ և ճարտարապետների նկատմամբ նա էր, որ նա սովորեցրեց սիրել ճարտարապետությունը, սիրել այդ արվեստը, նվիրվել այդ արվեստին։ Իրեն առանձնահատկությունը կայանում էր իրեն կեցվածքի, կերպարի, կերտվածքի մեջ։ Նա իրեն մեջ միավորեց մշակույթը և ճարտարապետությունը, դա ես հասկանում եմ, որ ճարտարապետությունը դա արվեստի մի մաս է, բայց իրեն ստեղծագործության մեջ ամբողջ կյանքի դա ակնհայտ առանձնացավ
իրեն ժամանակի մյուս ճարտարապետներից։ Արվեստանոցը ունիկալ արվեստանոց էր եւ այնտեղ աշխատում էին տաղանդավոր ճարտարապետներ։ Երևանում մի չտեսնված անկյուն կար։ Դա Մոսկովյան եւ Իսահակյան փողոցների հատվածում գտնվող բնակելի շենքն էր Մարկ Գրիգորյանի հեղինակած, առաջին հարկում մի շքեղ, այսպես կամարակապ պատոհանների ետևում գտնվում էր Երևան նախագիծ ինստիտուտի թիվ 3 արվեստանոցը, որը եւ ղեկավարում էր Ջիմ Թորոսյանը։ Դա մի հրաշալի միջավայր էր։ Փոքր երեխա էի եւ այդ արվեստանոցում աշխատում էին հայրիկիս ընկերները, ճարտարապետներ։ Հայրիկս ձեռքս բռնած ինձ միշտ տանում էր ընկերներին այցելությամբ, նայելու աշխատանքները, որովհետեւ արվեստանոցի գծագրերը ավելի շատ գեղարվեստական, գրաֆիկական աշխատանքներ էին իրենցից ներկայացնում։ Դա հենց Ջիմ Թորոսյանի արվեստանոցին էր շատ բնորոշ։ Նստում էին, խոսում էին բան, հետո ինձ փոքր երեխայից տանում էին, նստացնում էին այն դրսում լճափի կողքի են բետոնե կոր նստարաններ կային, նստացնում էին ինձ այդ նստարանի վրա եւ իրենք երիտասարդ այդ ժամանակ դեռ տղաներ իջնում էին այդ ջրավազանի մեջ, որտեղ ջուր չկար բնականաբար ֆուտբոլ խաղալու։ Չտեսնված պատմությունը եւս բնորոշում էր այդ ճարտարապետական միջավայրի մթնոլորտը, որը տիրում էր այդ արվեստանոցում։ Ընդմիջման ժամին դուրս էին գալիս, մի քիչ ֆուտբոլ էին խաղում, հետո էլի գալիս էին ստեղծագործելու։ Նրան ճանաչում էին ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սովետական միության մայրաքաղաք Մոսկվայից սկսած բան եւ այլն ամենտեղ ճանաչում էին եւ նրան հարգում էին անսահման։ Նրա գործերը այնքան մեծ ազդեցություն ունեն մեր քաղաքի եւ ընդհանրապես հանրապետության համար, որ հարկավոր է սովորել եւ երիտասարդ ճարտարապետները պետք է նրանից սովորեն այն մոտեցմանը, որը պետք է ճարտարապետը ունենա իր արվեստի նկատմամբ։ Նրա շենքերը բոլորը գիտեն երևի, սկսենք Կասկադից, որը այստեղ իմ հարևանությամբ է, որից ես ամեն օր մի որևէ բան սովորում եմ, քաղաքապետարանի շենքը եւ յուրաքանչյուր նրա շենք դա արվեստի գործ է։ Նա Իտալիայից բերեց մի մշակույթ, որ մեր Զվարթնոցը, Դվինը, Երերույքը, Անին բերեց միաձուլեց Բրամանտեի, Միքելանջելոյի, Սոնսերինի մշակույթի հետ, բերեց միաձուլեց դա, բոլորին ցույց տվեց, որ մենք որ մենք կրողներն ենք նույն մշակույթի, նույն հարթության եւ արդեն դրանից հետո իրեն ստեղծագործական ուղին գնաց այդպես համամարտկային ընթացքով։ Դրա ապացույցներն են քաղաքապետարանի շենքը, դրա ապացույցն է հրաշագերտ Կասկադը, դրա ապացույցներն են Մայրաթոռում կառույցները։ Մեծ վարպետ էր, շատ մեծ վարպետ էր։ Ես հիշում եմ այն վերջի օրերը, երբ որ արդեն դժվարությամբ էր քայլում, փայտիկով էր քայլում, աչքերն էլ չէր տեսնում։ Այս Կասկադում ման էր գալիս, անպայման նայում էր իր արածներին, նոստ երևույթին հոգեպես ուրախանում էր, որ սարքեցինք, որ ժողովուրդը օգտվում է եւ հպարտանում են իր արածով։ Հաջորդ տարի կլրանա Ջիմ Թորոսյանի 100-ամյակը։ Եվ շփումներից, եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ինչի համար եք հատկապես նրան շնորհակալ, պարոն Իսաբեկյան։ Արդեն ինքը որ կար, դա մեծ բան էր։ Հիմա գիտեք, այդ մեծերը մեր, իսկ նա մեծն էր, մեծերից մեկն էր։ Նա որ կա հիմա օրինակ մինչև ստեղ գալը մեկ էլ անդրադարձանք, որ 10 տարի է, արդեն 11 տարի է, որ մեր հետ չի, հավատալը չի գալի եւ իր ներկայությունը արդեն մեծ բան էր։
այս քաղաքում եւ մեր բոլորի կյանքում։ Եվ իհարկե արվեստի մեջ, ճարտարապետության մեջ հայտնի է ինչեր է նախագծել, ինչեր իրականացրել, որովհետև շատ դեպքերում լինում է մտածում եմ, բայց չի իրականացվում։ Դա շատ կարևոր է, երբ որ մարդ կարողանում է իր կյանքի օրոք իրականացնել այդ ամենը։ Իհարկե այսօր մենք զգում ենք իր պակասությունը մեր միջավայրում, այդ ծիծաղկոտ, այդ աշխատասեր, հետարքիր պատմվածքներով դեպքը զարգացնելու եւ նոր առաջարկը միտքը արտահայտելու։ Մենք պակաս ենք զգում նման վարպետի, որ ինչպես էր նա տարբեր պատմություններ պատմում, շատ արվեստագետների, ճարտարապետների, նկարիչների, գրողների հետ ընկերություն անում, մեզ էլ էր հրավիրում, մասնակցում ենք այդ հավաքներին։ Մեծ էր իր կապը Վարազդատ Հարությունյանի հետ, որ նրա հետ որպես հին վանեցու, հատկապես Վանի պատմության հետ, Վանի հուշարձանի հետ, որ տարին ամեն տարվա մեջ մեզ հրավիրում էր այդ օրերին մասնակցում ենք։ Պակասում այսօր այդ անձը չկա, այդ մարդը, որ մեզ բոլորիս հավաքի։ Դա է ցավը։ Ես կասեի Ջիմ Թորոսյանի նշանակությունը որպես գլխավոր ճարտարապետ։ Ես ոչ թե որպես պաշտոն, այլ որպես գլխավորող այդ ամբողջ ընթացքը մասնագիտական։ Եվ այդ 10 տարին, որ նա աշխատեց որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, դա եւս ունեցավ չափազանց կարևոր նշանակություն եւ եթե իրականացվեին բոլոր մտահղացումները եւ եթե կառուցվեր թատրոնը իր նախագծած Գևորգ Արամյանի հետ իր աշակերտ Գևորգ Արամյանի հետ եթե կառուցվեին մյուս շինությունները գլխավոր պողոտայի վրա իսկ նա մեծ նշանակություն էր տալիս հենց գլխավոր պողոտային Երևանը ուրիշ Երևան կլիներ այդ տարիներին նա կտրուկ շրջադարձ արեց քաղաքի այդ կառուցապատման ընթացքում դեպի թամանյանական գաղափարները եւ այդ ժամանակ ծնվեց Կասկադի նախագիծը այդ ժամանակ ծնվեց քաղաքապետարանի նախագիծը եւ ոնց որ ասեցի ցավոք չիրականացվեց մյուս այդ գլխավոր պողոտայի ամբողջ համալիրը Եվ պետք է ասեմ, որ մի նախագծի մասին եմ ուզում խոսել եւ այդտեղ եւս Թամանյանի հետ եմ համեմատում հիմա կհասկանաք թե ինչ նկատի ունեմ երբ որ երկրաշարժից հետո Սպիտակի երկրաշարժից հետո իմիջիայլոց Ջիմ Թորոսյանը մեծագույն աշխատանք տարավ ղեկավարեց ամբողջ այդ ահռելի ծավալը նախագծերի որ ամբողջ աշխարհից էր գալիս եւ Երբ որ Սպիտակի քաղաքապետը դիմում է իրեն, թե ուզում եմ հրապարակ կառուցել, ասում է, թե չէ որ բնակելի տներ չկա ապրելու, ասա տները կկառուցվի, ինձ համար մի հրապարակ նախագծեք։ Եվ նախագծում այս հրապարակը, որը որ ես համարում եմ նույն մասշտաբի, այսպես ասած, ինտելեկտուալ մասշտաբի Ինչպես Երևանի գլխավոր հրապարակն էր Թամանյանի կողմից նախագծված, այնպես էլ ուրեմն Սպիտակի հրապարակը, որը վերածնունդ էր այդ ժողովրդի համար եւ այդպեսին եւ արտակարգ գեղեցկությամբ եւ վեհությամբ կառուցված այդ փոքրիկ համալիրը։ Ինչի համար եմ շնորհակալ, ամեն ինչի համար եմ շնորհակալ, իմ կյանքի համար, այն արժեհամակարգը, որով ես այսօր ապրում եմ Պարտական եմ իմ ծնողներին եւ հայրիկից մեծ չափով։ Շնորհակալ եմ, որ սովորեցրել է գեղեցիկը տեսնել, լինել բարի, լինել հանդուրժող, սիրել քաղաքը, չդավաճանել սկզբունքներին եւ չդավաճանել մասնագիտական սկզբունքներին։ Դա շատ կարեւոր է եւ մի բան, որ ցավոք ինձ թվում է պակասը կա այսօր։ Շնորհակալություն հավերժության մեջ հավերժական կոթողները մեծ ժառանգելու եւ հատկապես մեր քաղաքի խորհրդանիշերից մեկի Կասկադի համար։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք առաջինը։